Եթե մի օր հայտնվեք Ստամբուլի Սաբիհա Գյոքչեն օդանավակայանում, կարող եք լուր հպարտություն զգալ։ Այն կինը, ում անունով կոչվել է այս հսկայական օդանավակայանը, իրականում հայուհի էր, ում վերցրել էին թուրքացնելու եւ որպես հանրապետության խորհրդանիշ մեծացնելու նպատակով։ Սաբիհան, իրական անունը Խաթուն Սեբիլջանը, 1915-ի ցեղասպանությունից մազապուրծ եղած հազարավոր որբերից մեկն էր, ում որդեգրեց Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը։ Սաբիհա Գյոքչենը համարվում է ոչ միայն Թուրքիայի, այլև աշխարհի առաջին կին ռազմական օդաչուն։ Նա դարձավ Թուրքական Հանրապետության ժամանակակից կնոջ մարմնավորումը, որը կոտրում էր արևելյան կարծրատիպերը։ Նրանով հիանում էին պարծենում մինչև այն պահը, երբ Հրանտ Դինքը Ակոս թերթում հրապարակեց Սաբիհա Գյոքչենի գաղտնիքը հոդվածը, որը ցնցեց ողջ Թուրքիան։ Հայ լրագրող Հրանտ Դինքը ներկայացրեց փաստեր, որ նա հայ որբուհի է, Խաթուն Սեբիլջանը։ Դա ընկալվեց ոչ թե որպես պատմական բացահայտում, այլ որպես հարձակում թուրքական պետության եւ անձամբ Աթաթուրքի դեմ։ Թուրքիայի ազգային հերոսուհու կերպարը հայտնվեց մի փոթորքի կենտրոնում։ Ողջ մեդիադաշտը հեղեղված էր այս հեղափոխական հոդվածով։ Հոդվածի հրապարակումից ընդամենը 2 շաբաթ անց Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հանդես եկավ աննախադեպ հայտարարությամբ։ Ազգային խորհրդանիշի մասին նման քննարկումներ բացելը վտանգավոր է ազգային միասնության համար։ Դինքը սա համարում էր մարդկային մեծագույն ողբերգություն։ Հայուհին, ով չգիտեր իր արմատների մասին, ոչնչացնում էր իր իսկ արյունակիցներին։ Դինքը հիշատակում էր, որ Դերսիմի ռմբակոծությունների ժամանակ Սաբիհան հնարավոր է սպանում էր այնտեղ ապաստանած հայերին, ովքեր նույնպես փրկվել էին 1915-ից։ Հրանտ Դինքի հոդվածը, որը լույս տեսավ 2004 թվականի փետրվարի 6-ին, պարզապես լրագրողական նյութ չէր, այն պատմական ռումբ էր։ Դինքը հոդվածը կառուցել էր ոչ թե ենթադրությունների, այլ կոնկրետ վկայությունների վրա։ Հոդվածի հիմքում ընկած էր Հայաստանում բնակվող Հրիփսիմե Սեբիլջանի պատմությունը։ Նա պնդում էր, որ իր մորաքրոջ աղջիկը Խաթունը 1915-ի իրադարձությունների ժամանակ կորել է, իսկ տարիներ անց ընտանիքը լուսանկարներով եւ փաստերով նրան նմանեցրել է Սաբիհա Գյոքչենին։ Դինքը նկատել էր մի կարևոր դետալ։ Հոդվածում նա հարց էր բարձրացնում. արդյոք Սաբիհան գիտեր իր ծագման մասին։ Հոդվածում հրապարակվել էին Սեբիլջյանների ընտանիքի անդամների լուսանկարները, որոնք համադրվել էին Սաբիհայի լուսանկարների հետ։ Դեմքի կառուցվածքի, աչքերի եւ դիմագծերի ակնհայտ նմանությունը շատերի համար դարձել էր անհերքելի ապացույց, նույնիսկ առանց ԴՆԹ տեստի։ Հոդվածը Թուրքիայում ընկալվեց որպես գենետիկական ահաբեկչություն։ Թուրքական վերնախավի համար սարսափելի էր այն միտքը, որ իրենց ազգային ինքնության հիմնասյուներից մեկը կարող է հայ լինել։ Նրանք հայտարարեցին, որ նման լուրերը ազգային արժեքների վրա կատարված հարձակում են։ Սաբիհա Գյոքչենը ողջ կյանքի ընթացքում տառապել է անհասկանալի, պարբերաբար կրկնվող որովայնային սուր ցավերից եւ տենդից։ Պաշտոնական կենսագրության մեջ նշվում էր, որ նա ունի աղիքային խնդիրներ կամ քրոնիկ հոգնածություն։ Սակայն շատ հետազոտողներ եւ բժիշկներ, ուսումնասիրելով նրա ախտանիշները, եկել են այն եզրակացության, որ նա տառապել է հենց պարբերական հիվանդությամբ։ Սա նույն երևանյան հիվանդությունն է։ Հրանտ Դինքն իր հետաքննության ընթացքում ուշադրություն էր դարձրել նաեւ այս փաստին։ Նա նշում էր, որ Սաբիհայի հիվանդությունը ևս մեկ կենսաբանական կնիկ է, որը մատնում է նրա իրական ինքնությունը։ Պարբերական հիվանդությունը պատմականորեն կոչվել է հայկական հիվանդություն, քանի որ հայերի մոտ այն հանդիպում է ամենաբարձր հաճախականությամբ։ Հրանտ Դինքի հոդվածի ամենահուզիչ եւ փաստացի հատվածը վերաբերում էր Հայաստանում ապրող Սեբիլջյանների ընտանիքին, ովքեր տասնամյակներ շարունակ փնտրում էին իրենց կորած Խաթունին։ Հրիփսիմեն նկարագրում էր ընտանեկան այնպիսի մանրամասներ, ծննդավայրը, ազգականների անունները, որոնք միայն հարազատները կարող էին իմանալ։ Դինքը համարում էր, որ այս մարդկանց միակ նպատակը ոչ թե քաղաքական սկանդալն էր, այլ իրենց արյունակցին գտնելու եւ ճանաչելու մարդկային ցանկությունը։ Նա գրում էր. այս մարդիկ չեն ուզում խլել Թուրքիայի հերոսուհուն, նրանք պարզապես ուզում են տեր կանգնել իրենց կորած Խաթունին։
Այսպիսով, Հայաստանում ապրող բարեկամների գոյությունը դարձավ այն առանցքը, որի շուրջ հյուսվեց Դինքի հետաքննությունը և որն ի վերջո հանգեցրեց նրա դեմ իրականացված հետապնդումներին։ Հրիփսիմեն պատմում էր, որ իր մայրը, Մարիամը, մինչև կյանքի վերջ փնտրել է քրոջը և վստահ է եղել, որ նա Թուրքիայում է, որպես Աթաթուրքի որդեգիր։ Հենց այս հոդվածը դարձավ այն ջրբաժանը, որից հետո Դինքը սկսեց պարբերաբար սպառնալիքներ ստանալ։ Նրան կանչեցին Ստամբուլի նահանգապետարան, որտեղ հետախուզության աշխատակիցները զգուշացրին, որ նա հատել է թույլատրելիի սահմանը։ Թեև Սաբիհա Գյոքչենը մահացել էր 2001 թվականին, հոդվածից 3 տարի առաջ, նրա մրձավոր շրջապատից որոշ մարդիկ հետագայում խոստովանել են, որ նա երբեք չի սիրել խոսել իր մանկության մասին։ Հոդվածում նշվում էր, որ Սաբիհան որդեգրվել է Բուրսայի որբանոցից։ Պատմական փաստ է, որ 1915-ից հետո Թուրքիայի շատ որբանոցներ լցված էին հայ երեխաներով, իսկ այն ժամանակվա թուրքական պետության քաղաքականությունն էր ձուլել և օգտագործել։ Դինքի սպանությունից հետո աղմուկը նորից բարձրացավ։ Սեբիլջյանների ընտանիքը և որոշ իրավապաշտպաններ առաջարկեցին կատարել ԴՆԹ թեստ Սաբիհայի աչյունից կամ նրա իրերից։ Սակայն Թուրքիայի իշխանությունները կտրուկ մերժեցին, պատճառաբանելով, որ դա ազգային արժեքների անարգումն է։ Այդ մերժումը շատերի համար դարձավ անուղղակի խոստովանություն։ 2007 թվականի հունվարի 19-ին Հրանտ Դինքը սպանվեց հենց Ակոս թերթի խմբագրատնի շեմին, Ստամբուլում։ Հետագա հետաքննությունը ցույց տվեց, որ Թուրքիայի անվտանգության ուժերը և հետախուզությունը տեղյակ են եղել նախապատրաստվող սպանության մասին, բայց ոչինչ չեն ձեռնարկել այն կանխելու համար։ Դինքը փաստերով ապացուցեց, որ Թուրքիայի նացիոնալ հերոսուհին հայ է, սակայն այդ ճշմարտության համար նա վճարեց սեփական կյանքով։ Սաբիհա Գյոքչեի պատմությունը միայն մեկ անհատի ճակատագիր չէ, այն թաքնված հայերի կամ ինչպես հաճախ ասում են, իսլամացված հայերի հսկայական և ցավոտ թեմայի այսբերգի գագաթն է։ Թուրքիայում նրանց նկատմամբ հաճախ օգտագործվում է «ԼՉԱՐԹՂ» արտահայտությունը։ Սա ցույց է տալիս պետական մակարդակով վերաբերմունքը։ Նրանք այն մարդիկ են, ում թուրը չի հասել կամ պատահական ողջ են մնացել։ Գյոքչենի կամ Խաթունի պատմությունից հետո Թուրքիայում սկսվեց մի գործընթաց, որը կոչվեց ինքնության վերադարձ։ Հազարավոր մարդիկ սկսեցին հետաքրքրվել իրենց տատիկների ու պապիկների ծագմամբ։